2026 թվականի 3 ճակատագրական կանխատեսում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար, ինչ է հուշում ձեզ տիեզերքը։ 2026 թվականն արտաքուստ փոթորկոտ չի լինի, սակայն ձեր ներաշխարհում այն բեկումնային է լինելու։ Ոմանք կգիտակցեն, որ ժամանակն է դադարել ուրիշի թույլտվությանը սպասել, սեփական կյանքով ապրելու համար։ Խոյ, դուք վերջապես բաց կթողնեք այն մարդուն, ով այլևս ձեր սրտում արձագանք չի գտնում, նույնիսկ եթե այն ցավոտ լինի։ Աշխատանքն այլևս փախուստի միջոց չի լինի, դուք կդադարեք ձեր խոցելիությունը թաքցնել զբաղվածության հետևում, դուք կվստահեք ընթացքին և թույլ կտաք ինքներդ ձեզ փոխվել։ Ցուլ, տուն հասկացությունը ձեզ համար նոր իմաստ կստանա, դրանք պատեր չեն, այլ այն մարդը, ում ներկայությամբ կարող եք լինել առանց դիմակների։ Դուք կհամարձակվեք գնալ դեպի այն, ինչը վաղուց ձեզ ձգում էր։ Ձեզ սպասվում է հասունության վրա հիմնված կապ, առանց խաղի և ակնարկների, միայն այն անկեղծությամբ։ Երկվորյակներ, անցյալից ինչ-որ մեկը իր մասին կհիշեցնի, զրույցը, որը ժամանակին չի կայացել, վերջապես տեղի կունենա։ Ձեր ձայնը կդառնա փոփոխությունների գործիք, դուք վերջապես կբարձրաձայնեք այն, սերը ձեզ կգտնի ճանապարհին, մի վախեցեք։ Խեցգետին, ինքներդ ձեզ ներելը կլինի ձեր գլխավոր բանալին, սա ոչ թե արդարացում է, այլ ընդունումն այն բանի, թե ինչպես եք դուք, ինչ-որ մեկը կվերադառնա, բայց դուք արդեն նույնը չեք լինի։ Դուք կսովորեք ասել ոչ, սա այլևս եսասիրություն չի լինի։ Արյուծ, հաղթանակն ուրախություն չի բերի, եթե այն ձերը չէ, դուք կվերագնահատեք այն։ Դուք կընդունեք սերն առանց անընդհատ փայլելու և ուշադրության կենտրոնում լինելու անհրաժեշտության։ Դուք կհասկանաք, որ ուժը ոչ թե հաղթանակների, այլ ներողամիտ և զիջող լինելու կարողության մեջ է։ Կույս, հիասթափությունը կնշանավորի ձեր հասունացման սկիզբը հրաժարվելով պատրանքներից, դուք կսկսեք ձեր կյանքը կառուցել, կդադարեք բոլորի համար փրկիչ լինելուց։ Մինամակ կփոխի ամեն ինչ, գուցե դուք այն գրեք, գուցե ստանաք։ Կշեռք, քաոսը կփոխարինվի հստակությամբ, ոչ միանգամից, բայց դուք կտեսնեք ելքը, նույնիսկ ամենախճճված իրավիճակներից։ Անցյալը հետադարձի ճանապարհ չի փնտրում, այն հրաժեշտ է տալիս։ Կարիճ, դուք բարձրաձայն կխոսեք այն մասին, ինչը երկար ժամանակ թաքցնում էիք, և կպարզվի, որ հենց դրանում է ձեր ուժը։ Ցավը կդառնա ձեր մեկնարկային կետը, դուք թույլ կտաք ձեզ ուրախանալ առանց այն կորցնելու վախի։ Աղեղնավոր, անակնկալ անցյալից ինչ-որ մեկը կհիշեցնի իր մասին, դուք կսովորեք չփախչել բարդություններից, այլ մնալ և դիմակայել, ընդամենը մեկ քայլ կփոխի ձեր կյանքի հետագիծը։ Այծ եղջյուր, մի գաղտնիք կբացահայտվի և թեթևություն կբերի, ոչ թե որովհետև ավելի հեշտ կդառնա, այլ որովհետև ամեն ինչ պարզ կլինի։ Նոր սերը կզարմացնի ձեզ իր պարզությամբ։ Ջրհոս, ռիսկն իր իրական դեմքը ցույց կտա, դուք կանեք այն վճռական քայլը և կհասկանաք, որ հենց դրան էիք ձգտում։ Դուք կհանդիպեք հոգեհարազատ մարդու, ստեղծագործական էներգիան դուրս կբերի այն ամենը, ինչը վաղուց ձեր ներսում էր։ Եվ իհարկե, ձկներ, դուք կբացահայտեք այն ճշմարտությունը, որը մինչև այժմ թաքցնում էիք։ Դուք ոչ միայն կսիրահարվեք, այլև կգտնեք ձեր բժշկությունը սիրո մեջ։ Ինքներդ ձեզ ընդունելը կլինի ձեր գլխավոր հաղթանակը։ Եթե ձեզ թվում է, թե շուրջ բոլորը չափազանց հանգիստ է, իմացեք, սա խորը լռություն է փոթորկից առաջ։ 2026 թվականը ոչ թե վիթխարի ծրագրերի, այլ այն ներքին որոշումների մասին է, որոնց արձագանքը կզգաք տարվա ամեն ամսին։ Լսեք նշաններին, լսեք ինքներդ ձեզ։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դու բաժանորդագրվիր, որպեսզի չկորցնես ալիքը և բաց չթողնես առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութեր։ Մինչ նոր հանդիպում, իսկ դու մեկնաբանություններ բաժնում գրիր քո կենդանակերպի նշանի անունը և արդյոք համամիտ ես այս կանխատեսմանը, թե ոչ։ Շնորհակալություն, իսկ ինձ մնում է միայն հիշեցնել, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։